Ողջույն սիրելի հեռուստադիտող։ Բարև ձեզ։ Սև ու սպիտակ լուսնացի ազատ չկումնա։ Բարև բրենդը գողանում է։ Ոչ էլ լուրերից դուրսն է։ Ոչ էլ լուրերից դուրսն է։ Գներ Սարգսյան, Գագիկ Մկրտչյան, դե ինչ շաբաթվա մեջ ամենա թերևս աշկծակող թեման այն էր, որ մարդիկ որոշում են դարձյալ գողանալ փողով, առնելով, լավ իմանալով մեր հանրության որոշակի շերտի քաղաքական աղքատությունը, սոցիալական նաև։ Ես չեմ կարծում սոցիալականի հետ կապ ունի, որովհետև բնավորություն է, գիտես, ես վստահ եմ, որ եթե գնանք այդ մարդկանց տներով, այնպես չի, որ իրանք ունեն ուղ 20,000-ի տենց բանալի կարիք։ Այնտեղ 100,000-ներից են խոսում։ Դե 100,000 են մյուս պարագայում, կամ թեկուզ 100 կամ լավ չես վերաբերվում մարդկանց։ Չէ, գիտես, ինչ-որ մի պահի բոլորից գրպանում կարող է վերջին 1000 դրամը մնա։ Բայց դա պահի, ոչ թե բանա դա, տենց ապրելաձև է, տենց է վիճակը, այլ կարա ինչ-որ պահի տենց բան լինի։ Բայց այնուամենայնիվ, եթե քո մոտ լինի վերջի 1000 դրամը, դու կվաճառես քո ձենը 200,000 դրամով։ Կփոխես քո ձայնը 2 0-ով ցա։ Ցտես բանկար է ժամանակ։ Լվացքի փոշը։ Չէ, մի ասա, ռեկլամ ենք անում։ Վայ, չէ, ռեկլամ չի անում բար։ Լավ, բանը, 2 լվացքի փոշու հետ լավ որակի կամ բան։ Ժողովուրդը մի ժամանակ դրանաս մեր տիդե։ Իրական անունը չեմ ասում էլի։ Լվացքի փոշու։ Դա իմ կարծիքով այն հին դասիրակությունն է, որ դեռևս մարդկանց մեջ մնացել է։ Ինչ որ այդ 25 տարիների ընթացքում նաև սովորացրել են մարդկանց։ Այո, դա մնում է, դա դառնում է քո, ասում է, եթե գործողություն ցանես, սովորություն կհնձես, սովորություն ցանես, բնավորություն կհնձես։ Լավ խոսույթեր։ Դպրոցից է մնացել մոտս իմիջայլոց, շնորհակալություն ընկեր Պետրոսյանին։ Իդեպ, մինչև անցնելը մեր հիմնական թեմաներին, այս դպրոցներում, այս որ բացումներին գնում է վարչապետը, շատ լուրջ կրթություն կստանան երեխեքը, որտեվ այս պայմանները տրամադրում է այդ ամեն ինչին։ Պայմանները, գույները անգամ, ես մի ժամանակ մի հարմար առիթով Տիկին Ավանեսյանին դիմեցի, խնդրանքով, որ այդ մանկական կլինիկաները են սովետից մնացած էլի, գոնե գունավորներ կեն, որովհետև իսկապես այն սերի գույնը, այն այսքան այդ երեխեն մտնում էր այնտեղ ու սարսափը մեջ։ Ես ասեմ, ուղիղ կապ կա, երբ որ ասում ենք, չէ, որ մենք ժողովուրդը մինչև դանակը ոսկորին չի ասում, չի դիմի բժշկի։ Այդ բժշկի չդիմելը ստրեսային բանից է, ստրեսային հիշողության հետևանք է։ Մենք երեխին ասում ենք, չէ, խելոք մնա բժիշկը կանչենք, վատ բան ենք ասում։ Իրականում վատ բան ենք։ Ընդ որում, եթե դու հիշես, մտնում էիր հիվանդանոց կամ պոլիկլինիկա, ու մի տեսակ հոտ էր գալիս, ցինկից ամաները, որ ներարկիչները միջի երացնում են։ Ուրեմն ես քեզ ասեմ, մի անգամ տղաս դեռ փոքր էր, դե հիմա էլ է շատ մեծ չի, 14 տարեկան։ Փոքր էր, տարանք բան, առաջի պատվաստումը անելու, որ մտանք դեռ այդ պայմաններն էր, չէ՞։ Որ մտա պոլիկլինիկա այդ ամանները տեսա, սս տղի կլոչը ձեռը տղից։ Դու փախար։ Դուք մտեք ես գնացի, այնտեղ սպասում եմ, որովհետև այո դա ստրեսային բան է։ Բաներարկիչից գրեթե բոլոր տղերքը վախենում են։ Հա։ Մեկը ես։ Ես Վեր դանակաշն հետքան էս պետք է չլինի, ինչքան։ Բայց նայ, այդ դա գալիս է հենց մանկուց, գումարած դրան էլ, երբ որ ծնողը տեսնում է, որ երեխան վախեցել է, արդեն դրանով փորձում է երեխայի բանը, կապրիզները զսպի տանը, չէ՞։ Խելոք մնա բժիշկը, այ հեսա եկավ բանը բժիշկը։ Սա վատ բան է, ժողովուրդ ջան, մի արեք։ Անգամ ես կարող եմ ասել, այս մեր մեքենա վարելու հետ կապված։ Ինչի ենք մենք այսքան ուրիշ բաների վրա ուշադրություն դարձնում, քան բուն երթևեկության կանոնների։ Դա էլ է մանկուց գալիս։ Երբ որ ծնողը կարող է ուշադրություն չենք դարձնում ժողովուրդ, բայց կարևոր եմ կարծիքում։ Երբ որ ծնողը մեքենա է առնում երեխային, առաջին մեքենան թեկուզ, չգիտեմ, կամ ինքնավար, sense բանով, որ նստեն վարեն, կամ պուլտով, կամ քշելով, հա։ Ինչ է սովորացնում։ Ղն։ Այսինքն պապան էլ նստում հետը խաղում։ Ղն, պիպիպ։
Մեր երթևեկության կանոնները սա ղնի ու պիպիպի մասին է։ Ճիշտ է։ Մեր մեջ նստած մենք Ընդ որում պիպիփով բարևում են, պիպիփով ողջունում են, պիպիփով հայհոյում են։ պիպիպով կարան բացատրեն, որ գնում ենք Սևան ձուկ ուտելու։ Հիմա նոր բան նկատել ես, ուրեմն Ու կներես այդ գլուշիցերներն էլ որ ծաղկեն, ղռոցը բարձր լինի։ Մանկուց դրածա։ հա, թարթիչը միացնում ես, քեզ տեղ են զիջում, մտնում ես, շնորհակալության վթարայինը միացնում ես, հիմա նոր բան, ինքն է լույսով ասում, խնդրեմ։ Ես ասում եմ կարելի է այդ խոսակցությունը երկար շատ ոնց է, ինչ կա չկա։ Երեխեքը որ էլի ինտերնետում կարելի է գտնել այդ ձևը։ Չէ, այդ կողմից ոչինչ էլ է, երկխոսությունա ծավալվում, հա, աղմուկի տեսքով։ Բայց այդ բաները մնում, այսինքն մենք մի քիչ տես այսօր վարչապետը բրիֆինգի ժամանակ դարձյալ բանակից հարց էին տալիս։ Որոշակի դեպքեր բան, հա։ Այդ այն վայրն է, որտեղ որ մեր տղերքը արդեն չափահաս դառնալու պես առաջին փորձությանն են գնում որպես տղամարդ արդեն ու այն վայրն է, որտեղ որ մենակ տղերք են։ Ու բախվում են ինչ մշակույթների։ Ապրես, ինչ բերում է, այդ բերում է։ Ու մի հատ էլ եթե հաշվի առնենք, որ մենք sense տենց փոքր մի քիչ պետություն ենք ու քիչ բնակությամբ երկու զանգով ցանկացածայի կարա գտնի։ Երկու զանգ մաքսիմում։ Չաստի հրամանատարնով, հա, այն մեր վերևի հայատիտիկոն, հա, հեսա պապան մի հատ կտենա իրան բան, որ այս սա խանգարում է իսկապես մեր բանակի կառուցմանը։ Իսկապես խանգարում է, այդ բարկերը վատ բան են։ Մեր բանակի կարգ ու կանոն պահպանում, որը խորհրդային համակարգից կրկնակի բարդացնում է բաների սպայական անձնակազմի աշխատանքը։ Չնայած սպայական անձնակազմի մեծ մասն էլ այդ նույն բարկերի կրող է։ Ես այն օրը մի հատ տեսանյութ տեսա մեր փառապանց գեներալներից մեկն էր, եթե չեմ սխալվում Իվանյանը, որ հավաքված ինչ որ քննարկում են առաջի Արցախյան պատերազմի տարիներին, հա, տեսել ես, դու ես տեսել, մարդ ասում է բանակը պետքա բանակ լինի, բանակը տարածք գրավեց, այդ տարածքից առաջ պետք է անցնի, գյուղ չպետք է մտնի, թալանով չպետք է զբաղվի, այդ հավը ճիվը տանկերի վրա դրանում եք, բայց տանկը ոնց է կռվելու, հա, դու պատկերացնում ես, ասենք, հավերով, խոզերով բարձրացած տանկը։ Այսինքն բանը զինվորական նպատակը գենշտաբը դնում է իր առաջ նպատակ, չէ՞։ Մի հատ նայում է ինչ ունի ու դնում է նպատակ։ Դու այդ նպատակը դրանով ոնց որ թուլացնում ես։ Իհարկե։ Այսինքն ու շեղում ես, փոխում ես նպատակը։ Չէ, հասկանալի է, որ 90-ականներին Արցախյան պատերազմի ժամանակ նաև կարող է տղերքը սնունդի կարիք էլ ունենային հարցը տալ։ Չէ, դա շատերը նաև Հայաստան են ուղարկում, դա չմոռանա։ Դե հա, Հայաստան ուղարկել որն է, հետո շատերի գարաժներից հայտնաբերվեց շատ բաներ։ Շատ բաներ, հա։ Եվ դա արդեն նախերգանքներ, ինչ որ մի օր անպայման էլի պարտվելու։ Որը դարավ սիստեմ, համակարգ։ Հետագա տարիների համար դարավ համակարգ։ Դե տես, այդտեղ մի քիչ որ ազնիվ լինենք, սենց է ստացվում, նայ։ Սկզբում ազատագրական պայքարներ, մենք բանակ չունենք, ճիշտ է։ Մեր կամավորներով, ընդ որում տարբեր նպատակներով հավաքած կամավորներով, բայց մենք ունեցել ենք ահռելի մեծ չափով իսկապես կամավորագրված տղեր, ովքեր գնում էին պատերազմ։ Այ դրանք իրանք իրական մահապարտներ էին։ Այն որ ամենայն հարգանքով խոնարհում ես բոլորին, ընդ որում թե զովասներին, թե ողջերին, թե առողջներին, որովհետև դա փառապանց էջեր էին, որ նրանք պարգևեցին մեզ։ Բայց այստեղ կային նաև այն մեր ասած մարդիկ։ Այնուամենայնիվ, երբ որ զուգահեռ ստեղծվում էր արդեն կանոնավոր բանակը, մենք ունենք կադրերի խնդիր։ Ու ուզած թե չուզած Վազգեն Սարգսյանը, ով արդեն ստեղծել էր երկրապահ կամավորական միությունը, որը իր գործը հիանալի իրականացրել էր, աներկբայա դա, արդյունքը դրա մասին խոսում է, ստեղծում էր երկրորդ ռազմական միավորը, որը պիտի դառնար առաջին արդեն կանոնավոր բանակը, որը հայկական պետականության սիմվոլը պիտի դառնար, որովհետև պետության սիմվոլը ընդ որում ստեղծվում է դա պատերազմական իրավիճակում, ամենածանր իրավիճակում։
Ինչ որոշում պիտի կայացներ Վազգեն Սարգսյանը, որը կայացեց։ Նա որոշեց, այն ինչ որ 5 կադրավիկներ կան իրանց տեղավորած պատասխանատու տեղ, բայց նաև այս տղերքից, կռված տղերքից ավելի բաներին են տեղավորեց բանակում։ Այսինքն մի տեսակ փորձը, սիմբիոզը, հա, ու բանը արդեն կադրավոյի մոտեցումը ձուլվեցին իրար։ Ցավոք սրտի, ես վստահ եմ Վազգեն Սարգսյանը գլուխ կաներ դրանից, որովհետև պիտի կամ նա գերիշխեր ու տարեր իր ուղղությամբ կամ սա, չէ։ Վազգեն Սարգսյանին բոլորն էլ լսում էին, ընկալում էին ու հաստատ եւ հարգում էին եւ հաստատ գլուխ կաներ, եթե չլինեին ցավալի դեպքերը, թեկուզ արդեն վարչապետի պաշտոնում։ Դրանից հետո այ հենց այդ կադրավոյքները այնքան դարավ բանակում եղաշրջում եղավ կարելի ասել։ Այս կադրավիկները մնացին երկրորդ պլանում, ովքեր պիտի գային առաջին պլան, սրանց էլ հետները քաշեին գիտական բանով, պիտի հավելյալ ուսուցում, կրթություն, չէ, ասես բաներ լինեն։ Ճիշտ հակառակը տեղի ունեցավ։ Մի քանի խուժան էլ մտան մեջտեղը, մենք միջև մի մարտիկ ունենք կոչումով, մեդալներով, ստացածտնով, բանով, որ իբր Արցախի պատերազմը Արցախում մի ժամ գտնված չկա։ Հասկանում եք, ինչ արդեն բերեց անարդարության զգացման, բերեց խոտանը շատացավ, մի խոսքով մեր բանակը սկսեց չներկայացնել, ես բանակը մեր զինվորների այսքան ստե նաև ռեֆորմները չեղան, այն ռեֆորմները լինեին, չեղան այդքան տարիները, սովետական բանակի սիստեմ, ՆԱՏՕ-ի սիստեմ, որն է հիմնական բանը, մարդիկ կարծում են, թե մենք, ասենք մեկը ես սովետական բանակի սիստեմին անուն չեմ դնում, պարզապես սովետական բանակի սիստեմը սովետական երկրի համար էր, այսինքն բնակչության քանակ եւ դրված նպատակներ։ Ինչ էր անում սովետական բանակը, ինքը ուներ իրան կարող էր թույլ տալ ունենալ ծանրաշարժ բանակ, ծանրակաշ բանակ, չէ, ծանր, բայց որովհետեւ ինքը շատ է։ Ինքը նպատակը դրվում է, այս ջրհորը պիտի գրավենք, վերջ պիտի ուզում ես 1 միլիոնա զոհ նպատակը ջրհորը գրավելն է, վերջ։ Հասկանում եք, այսինքն սա է սովետական բանակի սիստեմը։ Փոքր երկրներին չի կարելի այդ սիստեմը։ Կազմակերպչական սիստեմը նույնիսկ սովետական էլ չէ, գերմանական է, ընդ որում կայսերական ժամանակներից եկած, առանց փոփոխություն։ Այ ապրես։ Իսկ փոքր երկրներին չէր կարելի այդպես։ Փոքր երկրները պիտի ունենան մոբիլ, մատոյական բանակ, մոբիլ, հարվածային, որ թիկունք թափածող եւ հարվածող, մենք հարվածային բան չենք ունեցել, ես իմացեք, գումարտակ մի հատ չենք ունեցել։ Հետախույզներ ենք ունեցել, հա, ովքեր որ նաեւ գուցե նման աշխատանք արել են, բայց իրանք հարվածային հետախույզը ուրիշ բան է, էլի իրականում։ Այս իմիջայլոց, այս ՆԱՏՕ-ի բանակի մոդելը մեզ համար խորտ պիտի որ չլինի, որովհետև հենց առաջին ազատագրական մարտերի ժամանակ դեռ 120 տարի, 130 տարի առաջվանից ծավալված, հա, ֆիդայական այո շարժումները, լրիվ նատոյական, Անդրանիկը ես քեզ ասեմ նատոյական գեներալ էր կարելի ասել։ Նա դասավանդել է։ Հա։ Նա իր փորձը փոխանակել է, դուք գիտեր դա։ Որ մենք կարդում ենք, 4 հոգով մտան, չգիտեմ, ինչ արեցին ու դուրս եկան, դա հեքիաթ չի, դա սիստեմա կրվել, որը որ մենք նվիրել ենք աշխարհին, դրա հիմքում մենք ենք կանգնած հայերս, բայց մենք օգտվում ենք ուրիշ բանից, որը որ մեր մասին չի։ Եվ դա արդեն պիտի բերեր համակարգեմ։ Չնայած մայիսի 28-ին ես սպասում եմ մեծ անհամբերությամբ։ Նա իհարկե էտի երկակի է ներկայացվելու, ես վստահ եմ, որ ինչի բերեցիք, դրեցիք, սաղ գաղտնիքը ցույց տվեցիք։ Գաղտնիք ցույց չեն տալու։ Գաղտնիք ցույց տալու դա քրեական բան է։ Ադրբեջանը հիմա դրանից կղզղանի, ես իմ ինչ կանի գիտես, չէ՞ մեր այդ խոսույթը։ Գեղամ Մարուկյան արդեն անոնսները մտել են։ Հա։ Բայց դա դիտես չի կարա աշխատի։ Որովհետև այն ինչը որ գաղտնի է, ով որ ցուցադրի քրեական պատասխանատվության է յետարկվում։ Հանդիկները 600 անգամ արդեն ասեցին ինչ են ծախել մեզ, հա, ֆրանսիացիք ցույց տվեցին ինչ են ուղարկել մեզ։ Կարա գաղտնի լինի նրանց գտնվելու վայրը ռազմական գործողության մանևրները եւ այլն, բայց այդ գնված զենքերի մեծ մասը
միջազգային այդ գնումների բաների մեջ էլ կա եւ այլն եւ այլն։ Ասեմ ավելին, մեր լրագրողները այնքան չլուսաբանեցին, մինչեւ ադրբեջանցիները առաջ ընկան։ Բանա, այդ այն ինչը որ գաղտնի կոդեքսի տակ չի, ցուցադրվելու է։ Իհարկե դա չի նշանակելու, որ ամբողջն է, որովհետեւ մենք այո ունենք նաեւ գաղտնի բաներ, որոնք չեն ցուցադրվելու։ Վերջո այդ ցուցադրումը նաեւ զսպիչ նշանակություն ունի, չէ՞, որովհետեւ ասենք հակառակորդը պարադե ինչի համար որ գիտի 44 օրյայի վիճակում ես, լրիվ ուրիշ ձև է իրան պահելու, բայց հիմա երբ որ տեսնում է թե ինչ ունես, արդեն մտածելու բան ունի։ Ես ասեմ էլ, այդ հիմա որ սկսել ենք հասկանալ այդ գաղտնի չգաղտնի, ժողովուրդ ջան, բա ինչի գնահատական չեք տալիս։ Այդ մոտավորապես ասեցի նիհար չնիհարի։ Նիհար չնիհարը, հա։ Բայց հեսա կադրոդարան, դա դիպես լավն է։ Ուրեմն գաղտնին եւ ոչ գաղտնին, ուրեմն տեսեք ինչա։ Բա ինչի գնահատական չենք տալիս այն հանգամանքին, որ 44 օրյա պատերազմը հենց սկսվել է, ուղիղ 30 րոպեից մի ժամվա մեջ, առաջի կես ժամ մի ժամը վերացել են մեր բոլոր զորամասերի, զինամթերքների, պահեստների մեծամասնությունը։ Ասեմ ինչու։ Որովհետև արտաքին հետախուզությունը բանի Ադրբեջանի ոնց ուզել ֆրֆրացել է մեր զորամասերում։ Բայց սա ԱԱՑ-ի թույլտվությունը բանն է, նույնիսկ sense կարելի ասել, մեր զորամասերի թիկունքում։ Թիկունքում, ասեմ ավելին, տներում ռազմաքաղաքական ղեկավարների տներում ունեցել է իրաց մարդիկ։ Այն մեկը կարևոր ձերբակալեցին։ Տան մեջ ունեցել է իր մարդը։ Հա։ Բա այսրանք ինչ ոնց են ազդել։ Եթե առաջին մի ժամվա մեջ, կես ժամ մի ժամվա, ես չեմ չափազանցնում, որովհետև կան զինվորականներ, ովքեր ասում են 15 րոպե։ Որովհետև իջել են առաջի հարվածները զինամթերքի պահեստներին է եղել։ Այսինքն այդ մարդիկ տարիներով աշխատել են, չէ՞։ Տարիներով։ Այսինքն ոչ միայն իմացել են ինչ ունենք, ու դրան համապատասխան հակազդող զենքերն են ձեռք բերել, այլ նաև իմացել են այդ ինչ որ ունենք, որտեղ ունենք։ Իսկ այն ինչ որ լավ էր պահած, դա եղավ հետո հետագայում իրանց նվեր 23 թվականին։ Ահռելի Այդ լավ պահածի վրա որևիցե զինվոր կրակելու փորձ չուներ։ Բաց այդ փոշին էլ վրան նստած, այսինքն երբևիցե նույնիսկ ուսումնական վարժանքներ դրանցով չեն արել։ Հատանում կա զինվոր, որ ԱԳՍ է կրակել։ Չէ, դժվար։ Կա զինվոր մուխայ է կրակել։ Կա զինվոր, ով միջև պատերազմը լավ 3 հատ սնարյադ գրանատամյոտ նռնական է տանը կրակել։ Ունդ է պահեստում հարյուրավոր դրած։ Ես ինքս Մկրտչյան ջան, ես ծառայել եմ Ղարաբաղում։ Գնում էին Կիպր կրակելու, անունը գնում ենք կրակելու, մեզ նստացնում էին Ուրալը, տանում էին մի հատ չոր, ֆռստում հետ էին, բերում գալուշկեկը դրած, որ ամեն մեկս 5 պատրոն կրակել ենք։ Իսկ էդի փողը։ Էդի փողը, բայց ամեն մեկս 5 պատրոն կրակել ենք, ես տենց էլ այդ զենքի ցենը չեմ լսել։ Մենակ մի անգամ անկեղծ եմ ասում զորամասում տիր կրակեցինք, որ տնային ով է լավ կրակում։ Բայց այդ երևի տոզերով։ Հա տիրի։ Հա, տիրի օթամու հրացանու։ Հա, չաստում այնտեղ դրեցին բանը, թուղթը, հենց զորամասի ներսում, շենքի ներսում։ Ու դու դարար չեմպիոն։ Ես էլ հա, ես լավ եմ կրակում։ Էդ է եղել։ Բայց գալոչկեկը դրվել է։ Այդ ես խոսում եմ հասարակ բանից, ԱԿՍ-ից։ Հաղորդման կեսը խոսացինք զենք ու զինամթերքից ու բանակից։ Արի, ասիկա չէ, հիմա ինչից խոսանք թե մի րոպե ինչ։ Բախի ընդհատեցիր։ Որ ընդհատեցի, որ ասեմ, որ կեսը գնաց հաղորդման, դե մենակ դրա։ Բա ինչից էիր ուզում խոսեինք։ Ես ուզում էի խոսեի, այո, օրինակ, հա, ձայնագրությունները սկսենք անասան։ Մեզ հատվածում մի րոպե ավել խոսակ, մեկ այդ ձայնագրությունները շատ հետաքրքիր են։ Շատ լավն է։ Կարճ հարցեր։ Մկրտչյան ջան, ես քեզ 1000 անգամ ասել եմ, ինձ մի խոսացրու էլի։ Մի խոսած։ Ինձ վատամարդ ես դարձնում հերոստադիտողների առաջ։ Դու որ խոսում ես, վերադառնում ես քո հաղորդում։ Հա։ Այս կեսը, այսինքն։ Դե սովոր եմ, դու գիտես 5 տարի նույնով աշխատել։ Հա։ Դե խոսե։ Ո, բայց ես թուղթը, այս գրիչը։ Ես 5 տարի չէ։ Չէ, մենակով։ Օրինակ, ես էլ մենակով 26 տարի հաղորդում եմ անում։ Ամեն օր։
Չէ, ամեն օր չէ։ Շաբաթը 4 օր։ Չէ, բրավո։ Դա սա, բարի ասում։ Դե ինչի մասն ենք խոսում, մենք անոնսն էլ արեցինք դաթարից առաջ, հա։ Շատ լավ հետաքրքիր, ընդ որում համարյա թե կարելի ասել իդեալական որակով ձայնագրություններ ենք լսում, տեսնում մեր սիրելի ընդդիմության, սիրելի ներկայացուցիչներից։ Ինչ կարծիք ունես։ Իմ կարծիքը նոր չի ձևավորվում, Մկրտչյան ջան, որովհետև այդ բարկերը մենք տեսել ենք 96, հա։ Հաղորդում մենք դրանով սկսեցինք, հետո անցանք բանակ։ Իշեցի։ Գիտես, այո, ու քեզ չթվա կապ չունի։ Կապ ունի։ Ամեն ինչը կապ ունի, որովհետև լեգիտիմությունը Հա։ քո անվտանգության առաջին բարձիկներից մեկն է։ Իսկ անվտանգությանը հիմնական երաշխավորը զինվորն է։ Եթե դու ներսում թիկունքում լեգիտիմության հետ խաղ ես անում, խոսում ես ինչից ուզում ես, փողով ձեներ ես առնում եւ այլն, դա նշանակում է դու քո երկրի ամեն ինչը սկսած արտաքին ու ներքին քաղաքականությունից վերջացած տնտեսությունից թողնում ես էլի քո զինվորի վզին։ Հերիք չի որ ինքը մի հատ պիտի դեմնայի, մի հատ էլ պիտի այդ ամեն ինչի պատասխանատվությունը կրի իր կյանքով։ Չես կարող դու առանձնացնել դա։ Հա։ Եթե Ալբերտ Բազեյանը կանգնած ասում է, դե մենք գնում ենք մի բանա, հեսա ուժեղանանք մի 10 տարուց գնանք Ղարաբաղը հետ բերենք, գիտեք ինչ, չթվա թե ես չէի ուզի, չէի ցանկանա մեծ հայքի վերականգնումը, չթվա թե ես կաշկանդվածություն ունեմ։ Կամ ես չէի ուզի Ղարսը հետ գար։ Իմ պապական Վանը հետ գար, հա։ Բայց եթե դու դա ասենք դրանով Ինչ եք ասում, Փաշինյանը վախացնում է պատերազմով։ Չի վախացնում, Փաշինյանը ցիտում է ձեզ։ Հա, հա։ Ասում եք, որ 10 բանը գալիս ենք, պատրաստվենք, որ գնանք այդ բերենք։ Եվ եթե ասում է Բազայանի նման կռված մարդ է, որ գիտի թե ինչա պատերազմը։ Իմիջայնից ամենայն հարգանքով, իսկապես ես Բազայանին, ասենք, ահագին առանձնացրել եմ էլի շատ բաներից, իր տեսակը, բայց ես վերջին շրջանում ես այդ մարդուն չեմ հասկանում։ Այսինքն մարդ ասում է, մենք գալու ենք, ասենք Ադրբեջան եւ Թուրքիա Հələ դուք հələ բաց եք ճամփեկը, մենք պիտի տնտեսապես ուժեղանանք, որպեսզի ձեզնից Ադրբեջան մեզ նավթ ու բենզին տու լավ գներով։ Մեր տանկերի մեջ լսենք։ Հա, մի քիչ բան արենք։ Որ հեսա պիտի Ղարաբաղը հետ բերենք, մեկ էլ Թուրքիա, դու լը ճամփեկը բացում ենք Եվրոպայի հետ առևտուրը սկսենք։ Հա, որտեղ հեսա մենք ուժեղանանք Ղարս ու Արարատը մոռացանք։ Անպայման Արարատը, որովհետև կրում ենք մեր սրտում, պիտի այդ սրտից հանենք, դնենք մեր ջիրը, որտեղ սա նոնսենս է, քաղաքական նոնսենս է։ Սա չգիտեմ ինչա։ Ու ամենավատն է, որ երբ որ դու սա սկսում ես նկարագրել, բացատրել, ստեղծում է տպավորություն, թե մեր մեջ ունես կարոտ պատմական հայրենիքի հանդեպ չկա, էլի։ Ոչ չկա, ո՞ց կարա չլինի։ Չէ, մեկ նույնիսկ գրում են, դուք ծախված եք, դուք մեր թուրք եք։ պատմական հայրենիքի հանդեպ կարոտ արդեն 4-րդ սերունդն է կա։ Եվ իմ կարծիքով հələ լինելու է, որովհետև հենց մի տեղած հարցեր է տալիս, ես ամեն հարցին շատ երկար եմ պատասխանում, շատ երկար, ոչ թե ամփոփիչ հայով չէ։ Մաքսիմում երկար, որպեսզի ընդլայնված ըմբռնի։ Որովհետեւ նա իր մեջ նույնպես կրենք մեր մեջ, գուցե եւ ուժեղանանք, գուցե եւ տասնամյակների ընթացքում ստեղծվի մի հատ համաշխարհային այնպիսի իրավիճակ, որտեղ որ եթե մենք պատրաստ լինենք, կարողանանք մի բան անենք։ Հնարավոր է, սահմանների փոփոխություններ միշտ են, բայց դու չես կարա դա դարձնես քաղաքական նարատիվ, դա ինչ ես ան, պարոն Բազեյան, ես առաջարկ ունեմ, անուն ազգանունով գրում ենք, Տաշիր Սամոյի թորների անունները, Կարապետյանի թորների անունները, Տոխիչ է Լևոն Քոչարյանի երեխեքի անունները, գրում ենք բոլորիդ երեխեքի ու թորների անունները, ովքեր որ հնարավոր է 10 տարի հետո լինեն բանակին պիտանի կամ ռազմական գործողությանը պիտանի։ Հանկարծ չասեք հիմիկվանից իծնե բնածին հիվանդություններ ունեն ու չգիտեմ չէ։ Գրեք, գրանցեք, ներկայացրեք, ասեք մենք էլ հենց իրենք էլ ջոկատը հավաքելու են ու այս ամեն ինչը անելու ենք։ Ներկայացրեք անուն առանուն։ Որ մեկը Նարեկն ու իր աղբերն են գնալու։ Չէ, գիտեք, թե ես, թե իմ տղեն է, նա պատրաստ է լինելու դրան, բայց պատրաստ լինել դրան, ու այսօր տանել այդ ամեն ինչը դրան, որին որ դու պատրաստ ես, տարբեր բաներ են։
Ինչ խոսույթ է։ բնական- Հետո դուրս գալ, այդ որ ժողովրդով եք պատրաստվում հետ բերել, այն որ շուն ու շանգյալ եք որակում, բոշա եք որակում։ Եվ 2.5 միլիոն ժողովրդով հասկանում ես, դիմացը կանգնած, ասենք 100 միլիոն միասնական, բայց 10 տարի հետո նրանք կլեն 120 միլիոն, ինչ որ մենք կլնենք 2.5 միլիոն։ Եթե ավելի քիչ լինի։ Լավ չի կարելի, էլի այդքան ախր պարոն, խնդիրը գիտեք որն է։ Ես կարծում եմ պարոն Բազյանը գիտի դրա անհնարինությունը։ Պարզապես Բայց նա էդ այդ էլ- հույզերը կիրառում է Ավելի քաղաքական դիվիդենդ հավաքելու Ավելի համար։ Իսկ վատ։ արդեն իսկապես 1000 ներողություն, բայց քաղաքական աբարեականություն է։ Քաղաքացուն չհարգելը սկսվում է այդտեղից։ Ու դրա հիման վրա հույս ունենաս, որ քաղաքացին ասելու է, «Վայ, ինչ լավ մարդ է, եկեք իրան ձեմ», ասենք չի կարելի։ Դրա համար, երբ որ քաղաքացուն ասում են իրենց իսկ նշանակած մարդիկ, հա, ստիպված են կրկնել, բոլորովին հաջող չի պատճառում, այդ շուն ու շանգյալ, բոշա, չգիտեմ, ժեխ, հա, այդ խոսույթը, ախր ոնց կարաս տենց ասես։ Հետո կհելնի Արշակ Ժողովրդին- Մինասյանը ազգային թշնամանքից կխոսի, կասի Հա։ պարակտել եք հանրության։ Ոնց կարաս Պարոն տենց Մինասյան, բան ասեք։ 3 օրեր ազգային ժողովում եք։ Մի հատ հայտարարություն ձեր թիմից, ոչ էլ ձեզանից չլսեցինք։ Մի հատ հայտարարություն, մի հատ դատապարտող խոսք նման բանին, այս զայնագրությունների հետ կապված։ Հա։ Օ, դատարանի վճիռ չկա։ Ինչ իմանանք։ Բա դատարանի վճիռ կա այն մյուս հարցերով, որ դուրս եք եկել ու մեղադրում եք։ Դե չէ, այնտեղ մի քիչ ուրիշ է, այնտեղ 18 տարեկան բալիկներ են, այնտեղ չգիտեմ, ասում եմ բանա, կերակրող մայրիկներ են։ Դուրս է եկել այդ կինն էլ։ Հա գիտեմ։ Հա, բայց հայտարարությունները տեսել ես, պահվածքը ավելի է լկտիացել։ Ասում եմ բանա, այս վերջում էլ ես երազում եմ, որպեսզի ոչ մի հայ կին ստիպված չլինի իր երեխային կերակրել դատարանում։ Լսեք, երազելու կարիք չկա։ Թե չեք ուզում, հանցագործություն չեք անում։ Այս կամ երազել չի։ Ընդամենը պետք է լինել իրավահապատակ, ոնց ասեմ։ Ոնց ասեմ, պարոն։ Հայ մայրերը Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ բանը Սամվել Կարապետյանը, ձևիստները իրենց նախընտրական ծրագրում առաջարկում են, որ իրենց ընտրվելու պարագայում փակելու են կանանց գաղութը։ Մայրեր են, չէ՞, այնտեղ կանայք են այնտեղ։ կապ չունի։ Հա, ինչ կապ։ Ինչ անցա, ասենք ամուսնուն մորթելա, կապ Ինչ չունի, կապ ունի, կապ չունի։ կինա, մայրը վերջին։ Մայրը, հա, հա։ Ճիշտ ենք հասկանում, խնդրենք այս մասով պարզաբանումներ։ Այդտեղ ինչ որ գենդերային բան կա, էլի։ Բա տղամարդիկ էլ հայր են։ Ախպեր։ Էլով է հայերին հայ հորտեղ դնում որ։ Իդեպ Նարեկ Կարապետյանը իր էջում մի նոր բան ա գրել, չգիտեմ, ես ու կարա լինի Ոչ իրանց անցյալ, ոչ սլոգանը ներկա, ապագա։ ապագա, ոչ անցյալ, ոչ ներկա, ապագա։ Ուրեմն տես ապագան ումն է։ Ով է խոսում միշտ դրանից։ Կպեին է, 21 տվին կպան ասում էր կա ապագա, ասում էին, այ հենց նույն ես մարդիկ ասում էին ապագա չկա։ Չկա, հիմա իրանք Գիտեք թե դրանով մերժում են կպեին։ Բայց իրանք սրբում են ոչ անցյալ, ոչ ներկա, այսինքն ոչ Քոչարյան ենք, Սերժ Սարգսյան ենք, Լևոն Տեր-Պետրոսյան ենք, ոչ Նիկոլ ենք, Ոչ Սամվել Կարապետյանը, ոչ Կարեն Կարապետյանը չկան այդտեղ։ չկա։ Ոչ Վարդևանյանը։ Մենակ ապագայում։ Հա, ոչ այն Էդգար Ղազարյանը։ તો ոչ Բազեյանը, ոչ մեկ, բոլորը ապագայից են հյուր եկել։ Ա, դա հետաքրքիր է, Գժիդարա, ժամանակի մեքենա։ Ժամանակի մեքենա։ Բանից են դուր։ Սիրուն բառը օգտագործում են։ Իմիջիալոց տեսել ես ԱԺԲ-ն ինչեր օգտագործում։ Հա, այնտեղ էլ ինչ որ շատ մոտիկ է։ Նրանք էլ են ասում ոչ նախքին, ոչ ներկա, Ես կարամ նույնիսկ Ազգային ապագա։ Ոնց էին ասում։ չէ՞։ Ազգային։ Հա, ոչ անցյալ, ոչ ներկա, միայն ազգային ապագա, թե Ուրեմն, տենց Այ արդեն կեղծ կատեգորիան սկսում է։ հա, հա։ Ազգային ապագայի միակ երաշխավորը պետություն ունենալն է։ Եթե դու պետություն չունես, դու չես կարող խոսել ազգային, կամ կարող ես ժամանակավոր խոսել, մինչև կսպառվես, կուծացվես, կգնաս, այն էլ ժամանակակից հետո աշխարհում։ մենք- Որովհետև հազարներություն, եթե նույն
օրինակ Օսմանյան կայսրության ժամանակահատվածում, ասենք Միշնադարում եւ այլն, դու կարող ես ինքնապաշտպանական բնաստ կիրառվեր, հայերն էլ շատ երեխաներ են ունենում 10, 12, 17 միջով, ու այդ ինքնապաշտպանական բնազդով կարողանային հավաքվելով եկեղեցու շուրջը կամ իրանց գազերի շուրջը, չգիտեմ, բան անել, պահպանել իրանց էթնիկ նշանակությունը այդ վայրում, ժամանակակից աշխարհում ցավները տանեմ, մի հատ աշխարհի երիտասարդներ, ես մենակ հայ երիտասարդներին չեմ ասում, մի հատ աշխարհի երիտասարդներին նայեք, իրենք ինչպես են ընկալում աշխարհը, ու դուք չեք կարող գնահատական տալ դրան, դուք պիտի հաշտվեք դրա հետ ու մտածեք ինչպես անել, որ պետական միավոր լինի պահպանող, որը որ ազգայինը կերաշխավորի, ազգայինի գոյությունը կերաշխավորի, որովհետև ազգայինը չի կարող լինել, օրինակ ռուսական կայսրության բանի տակ։ Ասենք հիմա եկեք գնանք Ռուսաստան, մի հատ ինձ համայնք ցույց տվեք, որը ազգային հայկական է։ Չեք կարող։ Հա, հայերով են լինելու։ Մի հատ Կիրակների դպրոց կարող է լինի։ Հա։ Այսինքն ու կենասները սկսեն ապրիլի 24-ին դրոշներով երթ կան, կենասներն էլ սկսեն նաշ ցար, Սամիլու չի ցար։ Էսա։ Այսինքն 100 տարին մեզ ոչ մի բան չսովորացրեց։ Հա, եկանք հասանք դրա։ Այդ ազգային բառը շատ լավ բառ է, ես ասում եմ, հարցը չի։ Բայց ազգայինի երաշխավորը պետությունն է։ Միլիարդ անգամ 5 տարի հետի ասել ենք 6 տարի։ Մեր պատմության, մեր պատմական հայքի, մեծ հայքի երաշխավորը մեր պետականությունն է։ Տիգրան մեծի գոյության, որպես պատմական երևույթ, գոյության երաշխավորը հայկական պետականությունն է։ Ընդ որում մեր պատմության մեջ ամենալավ դրվագները միշտ եղել են նրանք, երբ որ օգտվելով տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումներից մեր ժողովուրդը նորից վերականգնել է իր պետականությունը։ Հիմա կա այդ հնարավորությունը վերականգնում ենք։ Հա, Ինչի համար եք ուզում քաշեք հետ գցեք գուբերնիա։ Չէ ասում է, բանը, եկեք ես 200,000 տամ, ձեր մասին եմ մտածում, իմ մասին չեմ մտածում։ Հələ տղերքին էլ շալվար կհագցնենք։ Հա, բայց բիզնեսները տալիս եմ տղերքս կառավարել։ Բիզնեսից փողերը դա սուրբ է, դա սուրբ է։ Այդ չի կարելի դրան կպրել։ Եվ մեր Ու այդ մարդիկ մեր հասարակության, գիտեք, ես ախր ես ուզում եմ մի քիչ ճիշտ հասկացված լինենք։ Տեսեք, այդ մարդկանց չի վիրավորել։ Ես անկեղծ եմ ասում, դա այդ մարդկանց չեն վիրավորում շունշ անգել ասելով։ Դա վիրավորում են մեր հասարակությանը։ Այսինքն ինձ ու քեզ է թվում։ Մեր հասարակության հանդեպ ռուսը, ջհուդը, ներսի 5-րդ շարասյունը, հրյան, հրյան թե ջհուդը, որովհետև դրանք տարբեր մի քիչ բաներ են, նույնական չեն։ Այդ մի բառը մի քիչ ավելի հակասեմիտական է, էլի, հրյան, օքեյ։ Ու ես մեր ներսի խամաճիկները նստած մտածել են, ինչ թերություններ ունի մեր հասարակությունը։ Թերություն համար 1, նա շունշ հանգյալ է։ Թերություն համար 2, բոշա է։ Թերություն համար 3, ծախվող է։ Թերություն համար ուսես գնում է, տգետ է։ Ճորտամիտ է։ Սենց հաշվարկել են։ Սրա այս հասարակությանը ինչպես կարող ենք բերել մեր ուզած դաշտ։ 5000 կլինի, չէ, ապեր 5000 մի 10 տարի առաջ ֆրանսիա Նիկոլի Թիվն է հիմա մի քիչ տվերը բարձրացել են։ Լավ, 20000 կլինի, եկեք 20000-ից սկսենք։ Բայց 20000-ից 20000 չասենք, քյաբաբ։ Հա, քյաբաբ, 20000։ Հետո բարձրացում է որ, կարանք տեղեր կա, որտեղ որ մի քիչ շատ է գործ արվելու, մի քիչ դժվար է մարդկանց համոզել, դա մարդը տեսնում է իր գյուղում նոր դպրոց, մանկան պարտեզ ճանապարհ, ինչ որ մայթ է տեսնում։ Կինը գնում է բան խանութ գալիս է, ոտե կալոշներով չի, կոշիկներով է, հասկանում ես։ Ինչ որ եղունգները մեքենան ջարդուփշուր չի լինում։ Հա, ոնց, այստեղ 20, էսի քյաբաբի բան չի։ Հա։ Գնացինք 100,000 կլինի, եկեք իրանց 200։ Էդի արդեն եղավ 10 քյաբաբ։ 200։ Այ դա նոր վալյուտա է։ Всё, 200,000 քանի հոգի։
բազմապատկեք, ուզում եք 1 միլիոնով Ընդ որում ես քեզ բազմապատկեք մի ունեմ։ բան ասեմ, շատ հետաքրքիր մի տեսահոլովակ Ու սա մեր բոլորի որակավորումն է իրաց կաբինետներում։ Գնել։ Մի հատ լավ տեսահոլովակ էր պատրաստել Դանիել Իոաննիսյանը, տեսած կլինես, որ եթե ստիպված եք ինչ-ինչ պատճառներով, չգիտեմ, գնում եք այդ քայլին, այդ փողը վերցնում եք, ձեզ ասում են պետք է համար X-ը ընտրես, նկարես, վերես ցույց տաս, ու փողն էլ արդեն վերցրել ես։ Դու գնում ես, վերցնում ես X-ը, պետք է չկան դնում ես, հա, նկարում ես, հետո դու ճղում ես, գցում ես այնտեղ աղբակը, այնտեղից վերցնում ես քո սրտի ուզած թուղթը, Y-ը, լցրած այնտեղ, վերցնում ես սիրուն քվեարկում ես, գցում ես այնտեղ։ Վերջ։ Դու գրիչով չես անում կարծեմ։ Չէ, գրիչով ես անում։ Չէ, ընտրում ես համապատասխան բյուլետեն։ Թերթիկը դնում համապատասխան թերթիկը դնում ես ծրարի մեջ, հա, բերում ես իրանք հետևի կողմից այս քառակուսի կտրած է ծրարը։ Հետևի կողմից բան են կպցնում, դրոշմանից։ Ավելի հեշտ։ Շատ հեշտ։ Չես կարա ցույց տաս։ Հա, ավելի։ Պետք է դրա համար են մտածել, որ Բայց ուրեմն հարգելի ժողովուրդ, երբ որ դուք արդեն տեղեկացված եք, թե ոնց կարելի է, որովհետև խափողին խափել է ասում, ես ուրիշ ձև չեմ ասում, էլի։ Եթե նրանք ուզում են խափեն, ուզում են կեղծեն, դուք էլ համապատասխան վարվեք, ասենք եթե ստիպված եք ճիշտ այնա չվերցնել, իրանք էլ իրանց 100,000-ն էլ, հա։ Չէ՞։ Բայց սենց է հարցը։ Վաղը մյուս օր երբ որ դուք այսօր ձեզ ժպտալու են, գրկը խառնվելու են, ձեր այդ պաչիկով բարևելու են։ Աբո ջան, երեխեքը լավ եղան, ինչ բանը, այն դեղառակ բերեն։ Ինտերներն եք, հա։ Ընտրությունների հաջորդ օրը դուք փորձեք նրանց ազգանունը բարձր տալ, ես անունը դեռ չեմ ասում։ Սուլեն մոտ փախար ստուց։ Դու ասել ես, բայց ես ձեր այդ բամա, չէ, ապես ջան։ Դու մեր հետ չես եղել, մենք քեզ առել ենք։ Դրա փողը տվել ենք մենք մարդու բանջ չունենք։ Հաջորդ 5 տարին Ինչ հաջորդ 5 տարի։ Վերջացավ հայոց պետականությունը։ Հա։ Վերջացավ, որովհետև հանրությունը մշտապես մանավանդ, ասենք նման զարթոնքից զարթոնք առնվազն մի 30 տարի պետք է լինում։ Իսկ այնտեղ արդեն նես դաս են խաղել, որ վստահ եղեք կրկնապատիկ ձևով են բլոկելու մեր պետական։ Ընդ որում մի բան էլ ասեմ, մի լավ հանգամանք կա։ Ոնց որ Շահրամանյանը արեց։ Հայաստանի դեմ հիբրիդային գործով զբաղվում է հիբրիդային գործերի, կարելի է ասել, տնօրենը, հա, դիրեկտորը, Կիրիենկոն։ Ուրեմն գցեց ժողովրդի լեզվով ասած գցեց ոդքին Հունգարիա, Ռումինիա, Մոլդովա։ Հիմա Հայաստանով ասում։ Հիմա Հայաստանով ասում։ Գերիենկո ջան, բան չփոխես։ Դու զբաղվի նույն սիստեմով։ Հանկարծ բան չփոխես։ Կոպերնիկն էլ քեզ Կոպերնիկ չէր, ոնց էր։ Կոպերնիկը Կոպերնիկը լրիվ։ Սերվանտես։ Կոպերնիկ ջան, քեզ չեն վառի խարույկի վրա, չվախենաս։ Էնպես որ ժողովուրդ ջան, պետքա մեկ բացեք ձեր անձնագիրը ու ասեք սա ես եմ, սա իմ պետության փաստաթուղթն է, որը ԻՊՀ տրված ինձ մոտ, այսինքն իմ պետության 1-3 միլիոներորդական մասնաբաժինը կոնկրետ իմ բանի տակ է, պատասխանատվության տակ է։ Ու մի հատ բացեք Տաշիր Սամոյի 3 անձնագրերը երևակայորեն ու փորձեք հասկանալ, իսկ ինքը ինչ պատասխանատվություն է կրում։ Չէ, կարելի է սիրուն խոսել։ Հա։ Ինչա։ Սիրուն խոսել։ Հա, ես չէ, խոստումներ տալ, ներողություն։ Դե չէ, մի քիչ այդ խոսելը մի քիչ։ Նիարչնի շատ լավ։ Շատ լավ։ Ընդ որում ես այդ տողուն շատ եմ սիրում։ Հա։ Նարեկին։ Ախր շատ միամիտ։ Ախր ընդ որում սարկազմ չկա։ Չէ, դե միամիտ է։ Լավ էլ է։ Գներ ջան, մարդը էս բանի մեջ, պայքարի մեջ որ մտնի, բա միամիտ չլինի կմտնի։ Ես այդ կարծիքին չեմ։ Հոպարի մասին չեմ ասում։ Ես հոպարի մասին, ես դաժե հոր մասին չեմ ասում, հենց իրա մասին եմ ասում, չէ։
Համաձայն չեմ։ Հայ ինքս մի լինկի բան արտակին ունի դից բալը։ Բայց չէ։ Ուտենց ոնց։ Այսքան, այս ամեն ինչի Կարծում ես թե այդ ինքն է։ իհարկե ինքն է։ Չէ, Ինքը բայց իր իրանք թիմով։ տեխնոլոգներ ունեն, հրյա տեխնոլոգ ունեն, Հրյան ինքնագլուխ բաներ չի անում։ բայց առաջ Այս մարդը գնացել է, Նարեկ Կարապետյանը, վերակացել գնացել հասել է մի հատ ուրիշ երկիր, հարցազրույց է տվել։ Մեղադրել է։ Միատ ուրիշ լրագրողի Հարցազրույցում մոռացել է Ալիևի մասին կամ վախեցել է Ալիևի անունը տա, մեղադրել է Հայաստանին Արցախի էթնիկ զտման մեջ։ Միայն սա ցանկացած Իրան հարգող ժողովուրդ, սա բավարար կլիներ, որ անգամ այդ մարդու հերը իրան ձեն չտար։ Իմ տղեն այդ բանը աներ, ես հրապարակայնորեն ձեն չէի տա իրան։ Հրապարակայնորեն դրանով դաստալով, որ ոչ մեկը Բայց դրա համար եմ ասում միամ Հասկանում եք, արժե համակարգ, ախր մենք պատասխանատվություն ենք կրում մեր սերունդների ու մեր միջավայրի հանդեպ։ Նա միամիտ չի, նա դա արելա, որովհետև պիտի աներ։ Մենք պատասխանատվություն ունենք մեր հերոստատեսության հանդեպ։ Ժամանակը դա։ Ոնց որ թե ժամանակն է։ Ոնց որ Մինչև տաքանում ոնց որ միշտ չերիք է, հենց սկսում ենք տականալ, ժամանակը մեզ սանձում է։ Ինչ եթերում սև ու սպիտակներ լավ եղեք։ Ամենայն բարիք։